Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մեր կանթեղ մշակութային հեռուստաժամի հազարավոր ունկնդիրներ, օրը երեքշաբթի կանթեղը մեր ուղիղ եթերում է AMG-a հեռուստակայանից, մեր սիրելի հեռուստաալիքից, նոր նայում էի բացումը, որ կանթեղով լինում է ամեն երեքշաբթի շաբաթ, մեր երախտավոր մեծերին, ու սենց մարդու մտքով սենց ֆռում է, անցնում է, որ մենք ինչ մշակույթ ենք ունեցել և ունենք, ես անցյալով չեմ ասում երբեք սիրելի հեռուստադիտողներ, էդ ինչ մարդիկ են եղել, էդ ինչ մշակույթ են կերտել, էդ ինչ անուն են թողել, էդ ինչ հետք են թողել մեր մշակութային կյանքում, սիրելի ժողովուրդ, նայում ես Մհեր Մկրտչյան, նայում ես Լուսինե Զաքարյան, Գոհար Գասպարյան, Վահրամ Փափազյան, Գուրգեն Ջանիբեկյան, ախր չգիտես որ մարդ չի ուզում այնքան թվես, մարդ մի օր գա ու թվի մենակ ասի անուն ազգանուն նկարներն էլ ցույց տա, ասի անուն ազգանուն նկարները ցույց տա, այս ինչ մենք վառ մշակույթ ունենք, այս ինչ լավ երախտավորներ ենք ունեցել, որ մինչև հիմա էլ այս կանթեղի շապկան, որ սկսում է բացումը, այդ իմ ամենա այն հուզիչ և ուրախալի պահն է, որ մեր արտիստներին եւս մեկ անգամ մենք դեմքով նայում ենք, թեկուզ մի քանի վայրկյան անցնում, բայց մենք վայ Հարսնացի Հյուսիսից Մուրադը, վայ մեր Շիրազը, վայ մեր Իսահակյանը, վայ մեր նայեք հլը, ինչեր կա, վայ մեր Առնո Բաբաջանյանը, մեր Արամ Խաչատրյանը, ուրեմն այսպես մեծերը գնում են, այն օրը մեկը մի լավ բան ասեց, հայ մշակույթը աղքատանում է, որ մեծամեծեր է գնում, բայց հարստանում է Կոմիտասի անվան Պանթեոնը, որ հանգչում են մեր ազգի մեծերը, մեր մշակույթի երախտավորները, սիրելիներս։ Եվ այսօր մենք հողին հանձնեցինք մեր էստրադային երգարվեստի ակնառու մի գործչի, մի լավ արվեստագետի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ պատվո շքանշանակիր սիրված երգչուհի Ռաիսա Մկրտչյանին, մեր Ռաիսան, մեր սիրելի Ռաիսա Մկրտչյանն էլ հեռացավ մեզանից, իրոք և մի մեծ հետք թողեց մեր երգարվեստի մեջ և իրոք երեկ լավ ասեց Ռուբեն Մաթևոսյանը, ասեց մենք հիմա գլուխ ենք խոնարհում, բայց ասում է որ հողին հանձնենք, հաջորդ օր արդեն գլուխներս վեր բարձր կպահենք տեսնելով նրան, մեր Ռաիսա Մկրտչյանին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը խորվշկով տեղեկացնում է, որ 2026 թվականի հունիսի 27-ին 84 տարեկանում կյանքից հեռացել է հայ էստրադային արվեստի նշանավոր ներկայացուցիչ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը։ Փոքրիկ կենսագրականը Ռաիսա Մկրտչյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 25-ին Սևան քաղաքում։ Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը, ապա ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Ուսմանը զուգահեռ հանդես է եկել երիտասարդական էստրադայի նվագախմբերում, ձևավորելով իր կատարողական անհատական ոճը։ Ստեղծագործական գործունեության սկզբից նա համագործակցել է հայ երաժշտարվեստի անվանի ներկայացուցիչների հետ և եղել է բազմաթիվ հանրահայտ երգերի առաջին կատարողը։ Նրա երգանցանկում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել Առնո Բաբաջանյանի, Կոստանտին Օրբելյանի, Մարտին Վարդազարյանի, Ալեքսանդր Աճեմյանի ստեղծագործությունը։ 1968 թվականից
Ռայիսա Մկրտչյանն աշխատել է Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբում որպես մեներկչուհի։ Ռայիսա Մկրտչյանի կատարմամբ ձայնագրվել են ավելի քան 400 երգեր, որոնց զգալի մասը պահպանվում է Հայաստանի հանրային ռադիո եւ հեռուստատեսության ոսկե ֆոնդում։ Իր երկարամյա գործունեության ընթացքում նա արժանացել է մասնագիտական գնահատականների եւ բազմաթիվ պետական պարգևների, ինչպեսիք են ժողովրդական արտիստուհու պատվավոր կոչում, Մովսես Խորենացի մեդալը, հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալը։ Սիրված երգչուհին մշտապես եղել է պետության, նախարարության ուշադրության կենտրոնում եւ մասնակից է եղել նախարարության կողմից կազմակերպող մշակույթի գործիչների հանդիպումներին։ Ռայիսա Մկրտչյանը համարվում է հայկական էստրադայի խորհրդանշական դեմքերից մեկը, որի ստեղծագործական ժառանգությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Նա այն արվեստագետներից էր, որի համար մենք դեռ շատ ման կգանք եւ շատ սիրելիներս մենք դեռ ման կգանք մեր Ռայիսա Մկրտչյանի երգը եւ իր կատարումները։ Աշխարհի բեմահարթակներում Նյու Յորքից մինչև Բոստոն, Մետրոպոլիտեն օպերա, Քարնեգի հոլ, Սիդնեյի, Մոնրեալի, Բեյրութի, Բոյնես Այրեսի նշանավոր դահլիճները Ռայիսա Մկրտչյանի երգարվեստը առանձնանում էր քնարականությամբ, արտահայտչականությամբ։ Սա հայտնում են այս տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունից, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։ Այսօր մենք վայելելու ենք մեր Ռայիսա Մկրտչյանի երգերը, սիրելի ժողովուրդ, եւ իրոք ես անձամբ շատ մոտ եմ եղել եւ ձեզ կպատմեմ մեր երգչախմբի 10-ամյակին եւ իմ բեմական 15-ամյակին, որը տեղի ունեցավ Երևանում, որ տիկին Ռայիսան էլ սիրահոժար եկավ եւ մասնակցեց այդ օրը Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում։ Հիմա վայելենք գեղեցիկ կատարումը մեր Ռայիսա Մկրտչյանի։ Համեցեք։ Չգիտեմ ինչի համար գնամ պատմեմ
ամենից քեզ եմ սիրում ամենից շատ ու չգիտեմ ինչի համար ու չգիտեմ ինչի համար ու չգիտեմ ինչի համար Վերադարձանք տաղավար, վայելեցինք մեր Ռայսա Մկրտչյանի գեղեցիկ կատարումները, դեռ էլի այսօր լսելու ենք հաղորդումը նվիրված է մեր մեծ երգչուհուն, այս 3 հոգեհանգիստներ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում այսօր տեղի ունեցավ հողակավորության արարողությունը, իրոք արդեն մեզ հետ չէ մեր Ռայսան եւ Facebook-յան օգտատեր, որ շատ լավ նյութեր է ուրեմն գրում Շուշաննան, հայասա Շուշաննա։ Նայեք, լսեք ինչ գեղեցիկ տողեր գրել է լռեց հայ երգի լուսահոգի աղավնին։ Այսօր հայոց երկնքի տակ մի տաք հոսանք պակասեց, մի լուսաճամուկ հոգի, ում ձայնը տասնամյակներ շարունակ ջերմացնում էր հայ մարդու սիրտը։ Ռայսա Մկրտչյանի մահով մեր մշակութային երկնակամարում մի մեծ ձայնաստղ մարեց, բայց նրա թողած ժառանգությունը մնալու է անանց։ Նա պարզապես կատարող չէր, նա երգի հոգեկերտողն էր, ով ամեն մի հնչյուն վերածում էր սիրահաղոթքի։ Նրա ձայնի մեջ կայծկլտում էր Սևանի ալեցուփ հառաչանքը և Երևանի աշնանային ոսկեզօծ թախիծը։ Ուսանելով որպես դաշնակահարուհի, նա երաժշտությունը զգում էր մատների ծայրերով և հոգու ամենանուրբ լարերով։ Այդ իսկ պատճառով Ռոբերտ Ամիրխանյանը, Առնո Բաբաջանյանն ու Մարտին Վարդազարյանը իրենց ամենանվիրական գործերը վստահեցին հենց Ռայսա Մկրտչյանին։ Նա հայ հոգու մեղեդահոս արտացոլումն էր։ Ռայսա Մկրտչյանը իր ձայնակերտած կամուրջներով անցավ աշխարհի ամենամեծ բեմերով, Նյու Յորքից մինչև Բուենոս Այրես, բայց միշտ հավատարիմ մնաց իր արմատներին։ Այսօր նա միացավ հայ արվեստի երախտավորներին, փաղանգին մեզ թողնելով ավելի քան 400 ձայնագրված երգերի մի ոսկե գանձարան։ Նա այն բացառիկներից էր, ով չէր վազում էժանագին ծափերի հետևից, չէր փնտրում աղմուկ, որովհետև գիտեր, որ իսկական արվեստը ծնվում է լռության խորքում և ապրում է այնտեղ, որտեղ սիրտն է բաբախում։ Նրա կատարումն աչքի էր ընկնում բացառիկ լուսատացությամբ։ Նրա ձայնը Օրբելյանի, Բաբաջանյանի, Ամիրխանյանի հանճարեղ նոտաների ամենահավատարիմ հայելին էր, հայելին մեր կարոտների, մեր կորուստների ու մեր չապռած երջանկության։ Անունդ վախով եմ տալիս, երգում էր նա, և այսօր մենք վախով ու ակնածանքով ենք տալիս իր անունը, որովհետև նրա գնալով մի ամբողջ դարաշրջան է փակվում, մի ոսկե էջ է դառնում պատմություն, որի տեղը դատարկ է մնալու։ Բայց ոչ, սա մահ չէ, սա պարզապես վերադարձ է այնտեղ, որտեղից ծնվել է այդ աստվածային տաղանդը։ Սա հավերժաձուլում է։ Նրա ֆիզիկական լռությունը լոկ սկիզբն է նրա երկնային, հավերժական մեղեդահնչյունության։ Լույսերի մեջ մնա հայ երգի, էստրադայի սիրո մայրապետ։ Այո, շատ գեղեցիկ տողեր, ապրի Շուշաննան, երիտասարդ աղջիկ և ինչ ձևով է ներկայացնում Ռայսա Մկրտչյան արվեստագետին, Ռայսա Մկրտչյան երգչուհուն, ևս մի գեղեցիկ կատարում մեր տիկին Ռայսայի կատարմամբ, համեցեք։
Lido Palms Resort and Spa առողջարան։ Հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում, Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Սիրելի հայրենակիցներ, նոր տեսակ առողջարանային կենտրոնի հետ կապված, ուրեմն մենք եղել ենք մեր երկչախմբով
այն որ ասում գնացել ենք, դրա համար ես հիմա հանգիստ, ուրեմն մեծ սիրով տեղյակ եմ պահում, որ իրոք գնացեք թե գնայինի հետ կապված, թե ամեն ինչի մաքրությունը, այն որ ասում ժողովրդական խոսք է, յուղը գցես կհավաքես ժողովուրդ։ Սիրելիներս, զանգահարեք 760 329 6033 եւ իրոք չեք փոշմանի, որ գնացել եք այդ օրերը հանգստանալու եւ ձեր այն որ ասում մի քիչ ռելաքս լինեք, հանգստանաք, իրոք չեք փոշմանի։ Ամեն առումով գնայինից սկսած մինչեւ ամեն մի շտրիխ, որ այնտեղ կա։ Մենք մեր երկչախմբով գնացել ենք, այդ 10 սենյակը վարձել էինք եւ չէին 3 օր էլ մնացինք, սենց բան ասում երկչախումբը մենք չէինք տեսել, սենց հարմարավետություն, սենց ուշադրություն, սենց մաքրություն էլ ամենալավ բանը։ Սիրելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ իրոք հերոստանգերության անունից մեր Ռայսա Մկրտչյանի բազմահազար երկրպագուների անունից ուրեմն մեր խորին ցավակցությունը Ռայսա Մկրտչյանի ընտանիքին, իր հարազատներին, երեխաներին, թոռնիկներին, ինչ արած այսօր ավաղ արդեն մեզ հետ չէ, մեր Ռայսա Մկրտչյանը, բայց մեծ հետ կթողեց հայ երգարվեստի մեջ, հայ էստրադային արվեստի մեջ անզուգական մի երգչուհի, որ չգիտեմ կլինի, չի լինի եկող, կան ունենք հրաշք երգիչություններ, բայց այն որ ասում հինը քոթուկը մնում քոթուկ, ինչ ուզում եք ասեք սիրելի ժողովուրդ։ Հազար ափսոս, ես չեմ մոռանում, որ մեր բեմական իմ Տարոն երկշախմբի 10-ամյակին, իմ բեմական 15-ամյակին նաև հրավիրված էր Ռայսա Մկրտչյանը երկու երգ երգեց Մեծ Դահլիճում Արամ Խաչատրյան, բոլորն էին Ռուբեն Մաթևոսյան, Էմա եւ Արամո, այսինքն Օֆելիա Համբարձումյան, բոլոր մեծամեծերը եկել էին ողջունելու մեր երգչախմբին ինձ եւ Ռայսա Մկրտչյանը իր ուրույն տեղն ունեցավ, սիրահուժար ասեց ես էլ եմ գալու քեզ Գևորգ ջան եւ փոքրիկներին, այդ փոքրիկ երեխաներին ողջևորելու եւ հրաշք մի երեկո եւ այդ օրվանից դարձանք շատ հարազատ Ռայսա Մկրտչյանի հետ, մեր շատ սիրելի երգչուհու հետ։ Ինչ արած։ Մեր ծրագիրը մոտեցավ ավարտին, սիրելի ժողովուրդ, եւս մեկ գեղեցիկ երգ Ռայսա Մկրտչյանի կատարմամբ, սրանով մենք հիշում ենք միշտ մեր մեծերին, թեկուզ նման հաղորդումներով, թեկուզ շաբաթը մի անգամ, ամիսը մեկ անգամ, բայց հիշենք մեր մեծամեծ երախտավորներին, սիրելիներս։ Եթերում կանթեղներ AMG-ում եւս մի գեղեցիկ կատարում էր Ռայսա Մկրտչյանի կատարմամբ, ցտեսություն, բարի գիշեր։
բարձրացնենք սիրով մեր սուրբ գավաթը անուն հայության թող անմար պահի նա իր հավատը ուր և հավիտյան ուր լինենք հավեր մեր լույս հարոսը ուն է հայրենի մաշտոցի հզոր լեզուն վարդույսն է ամեն մի հայ